ավտորիտար եւ դիկտատորական ռեժիմների պարագայում ժողովուրդը եւ իշխանությունը դա լրիվ տարբեր բաներ են։ Օրվա իշխանությունը եւ ժողովրդի կամքը, ժողովրդի պատկերացումները այդ բոլոր գործընթացների մասին, դրանք սկզբունքորեն տարբեր բաների մասին են։ Եվ երբ դա ստանում են մրցանակներ մաջան ոչ միայն այսպես իրենց գործնեության համար, իրենց չգիտեմ, խաղաղության միտված տվյալ դեպքում իբր խաղաղության միտված ջանք չեն խնայել, սա նաև իսկ ինչու ոչ, մյուս կողմից էլ եկեք դիտարկենք, իսկ միգուցե այդ մրցանակը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր նախընտրական փուլում որոշակի դիվիդենդներ շահելու համար եւ ինչա ստացել այդ դիվիդենդը ստանալու համար, ինչա տվել Նիկոլ Փաշինյանը։ Որն է եղել գինը։ Դրա գինը որն է եղել, իսկ միգուցե գերիների հարցում բավարար ջանասիրություն չդրսևորել, իսկ միգուցե տարբեր ատյաններում պետական մարմինների կողմից խնդրին չբարձրաձայնելը Տրամպի հարցին արդյոք քրիստոնյա բանտարկյալներ կան Բաքվի 26 բանտարկյալներ կան Բաքվի բանտում այդ հարցին խնդրել որ շատ աղմուկ այդ պահին չլինի հետո խոսենք դրա եղել այնպես որ սա դիտարկման հարց է որ կողմից է դիտարկում եւ փաստացի եթե մենք զուգահեռաբար ունենք մրցանակ եւ ունենք հաջորդ իսկ օրը որպես մրցանակի նշում որպես տենց ֆանֆարներով հասումա սալուտով ու բանտիկով այդ խաղաղության ապահովում ստանում ենք ցմահ դատապարտում այն գործողությունների համար, որոնք որ բանով են միջազգային նորմերով են ապահովված, հասկանում եք, ինչի համար են փաստացի դատում Արցախի վերնախավին, հա, ռազմական քաղաքական վերնախավ ինչի համար են դատում, որովհետև արցախցիները լուրջ են վերաբերվել միջազգային կոնվենցիաներով սահմանված կանոններին յուրաքանչյուրին վերագրվող իրավունքներին եւ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը եւ այդ ինքնորոշման իրավունքի շրջանակներում իրականացրել են իրենց հարակից կամ դրանից բխող մնացած իրենց իրավունքներն ու պարտականությունները այդ դրա համար այսօր Բաքվի բանտում դատվում են մեր հայրենակիցները իսկ Նիկոլ Փաշինյանը ստանում է մրցանակ այս խնդիրները չտեսնելու չլսելու համար Այս սա է դրա գինը։ Իսկ աշխարհի դիրքորոշումը ինչպես եք բացատրում։ Մաջան, աշխարհը մենք չենք կարող ապրել տենց միամիտ ինֆանտիլ ինչ-որ բանով, մտածել, որ կա բարի աշխարհ, որը անհամբեր սպասում է հայերին եւ հայերի գեղեցիկ աչքերին, այդպես չի լուծվում հարցերը։ Հարցերը լուծվում են այնպես, ինչպես որ դու քեզ կդիրքավորես։ Ես ուզում եմ մի զուգահեռ անցկացնեմ, դուք մրցանակը եւ Բաքվում դատապարտվող հայերին, մեր հայրենակիցներին կապույտ անձնագիր ունեցող մարդկանց օրինակը բերեցիք։ Ես մեկ ուրիշ օրինակ եմ ուզում բերել, որտեղ որ երևի մի շաբաթ 10 օր առաջ Իսրայելը ստացավ իր վերջի նահատակված զինվորին, հասկանում եք, զինվորի դին ստացավ, որի վերադարձի համար պետությունը կռիվ էր տալիս ատամները սրած անզիջում։ Մենք որպես պետություն մեր կապույտ անձնագիր կրող քաղաքացիներին ուղղակի փորձում ենք անտեսել։ Կապ չունի սիրում ենք մենք այդ մարդկանց թե չենք սիրում, կապ չունի մենք իրենց գործնեության հետ համաձայն ենք թե չենք, բացարձակ կապ չունի մենք համարում ենք իրենց շատ հարցերում մեղավոր թե անմեղ, այդ մարդիկ ունեն կապույտ հայկական անձնագիր։ Հետևաբար այդ մարդկանց պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս հավաքական եւ պետությունը, տվյալ դեպքում այս պահին նաեւ պետության մի մաս կազմում իշխանությունը կրում են իրենք։ Բայց տեսեք ինչ զուգահեռ իրականությունների մեջ են կանում։ Պատվո նաև ինչպես այդ հողարկավորությունը զինվորի տեղի ունեցավ Իսրայելում, ինչ հարգանքի ու պատվի արժանացան, ու ոնց են գալի մարդիկ Հայաստանում, տարբեր պաշտոնյաներ կամ տարբեր կից պաշտոնյաներին անձինք հայտարարում են, որ անիմաստ նահատակություններ, որ այդ ինչ զոհաբերություններ, հանուն ինչի էր այդ զոհաբերությունը, հասկանում եք, տարբերությունը։ Այս վերջերս Իսրայելի հետ կապված մենք անդադ ինչ-որ նյութեր ենք տեսնում, որտեղ այնտեղ են իրադարձությունները շատ արագ զարգանում, ու հասկանում ես, թե ինչքան մեծ տարբերություն կա սար ու ձորի սեփական քաղաքացու նկատմամբ, սեփական շահերի, սեփական պետության նպատակների, ոչ թե պետության ղեկավարի նպատակների, թեպետ այնպես չի, որ իրենց ղեկավարը տենց իր նպատակներից բխող ինչ-որ գործողություններ չի անում հանուն արդարությանը դրա պետք ասել, բայց ճնշող մեծամասնությունը գործողությունների ուղղված է իրենց պետությունը, պետականությունը, անվտանգությունը, հնարավորությունները զարգացնելու համար, իրենց յուրաքանչյուր քաղաքացու համար կռիվ են տալի։ Մենք ինչ ենք անում։ Մենք ասում ենք, դե ինչ ասում տենց։ Այնպես որ սա վերաբերմունք է եւ սա փոխադարձ է լինում, հասկանեք, Մարջան, երբ որ
պետությունը լայն իմաստով իր քաղաքացու նկատմամբ դրսևորում այսպիսի արհամարական վերաբերմունք, այսպիսի, ինչ ասեմ, վանող քաղաքականություն ավարում, պարզ է, չէ, որ քաղաքացին իրեն պիտի պարտավորված չզգա այս պետության համար ինչ որ գործողություններ անել, որտեղ շատ անգամ շփոթության մեջ է մարդկանց դնում օրվա իշխանություն եւ պետություն հասկացությունները, հատկապես երբ որ իշխանությունները անդադ վերարտադրվում են ու տենց իրենց իշխանի դերում են էլի զգում։ Կարևոր չի ուրանայում քաղաքակիրթ աշխարհը, որովհետև եթե դու չես գնում քո իրավունքների հետևից, երբ որ դու ցույց չես տալիս, որ դու պատրաստ ես որպես ժողովուրդ, որպես ազգ, ցույց տալ քո դիրքորոշումը, ներկայացնել քո պահանջները, հետևողական լինել, որքան էլ որ դժվար լինի, որքան էլ որ խնդրահարույց լինի, չես պահում քո խրամատը, քո հայկականության խրամատը, քո կրոնական պատկանելության խրամատը, պատրաստ ես ամեն ինչից հրաժարվել, քեզ ընդհանրապես բանի տեղ չեն դնելու։ Այս սա է ամենամեծ խնդիրը։ Կարևոր չի ինչ են ասում դուրսը։ Շոու է, նկատի ունեք, որ սա պարզապես ինչ որ միջոցառում։ Մենք անընդհատ խոսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այն բոլոր վայրերից որտեղից որ ունի սատարում, ինչու, այդ էլ է շատ կարևոր։ Ինչու Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղերից ունի սատարում, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման, չասեմ, անսկզբունքային առանձին դեպքերում անողնաշար եւ հակահայկական քաղաքականություն վարող մարդը ձեռնտու է բոլորին, բացի հայությունից։ Էրդողանը շնորհավորեց, Ռոմի Պապը ողջունեց։ Բոլորին, բոլորը ունեն իրենց հետաքրքրությունները։ Հարց, ինչ հետաքրքրություն ունի հայը, հայաստանցին, սփյուռքը, մենք որպես ազգ, ինչ հետաքրքրություն ունենք։ Մեզ ձեռնտու է, թե չէ։ Ու այս հարցի պատասխանը այնքան հեշտ է տալը։ Ընտրությունների ժամանակ մերժել բոլոր նրանց, ովքեր որ Նիկոլ Փաշինյան եւ հարակից բոլոր ուժերին։ Ընդհանրապես այդքան մի բան։ Չկա աշխարհում այդպիսի երկիր, անգամ գերտերություն, գերտերությունները, որոնք չեն ընդունի մեր ժողովրդի կամքը եւ որոշումը։ Մենք ունենք այդ հնարավորությունը այս վիճակից դուրս գալու։ Այլապես վախենալ նրանից, որ օրինակ Թուրքիայից ասում են սատարում են, չգիտեմ որտես են, Ադրբեջան բնականաբար սատարում են, հիմա տեսեք ինչ են անում, հասնում։ Ասում են կառուցողական գործընթացներ է սկսվել, եթե տապալվի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չասնի, դրանք կմնան կիսատ։ Գրեթե չկան քաղաքական ուժեր, որոնք որ համաձայն չեն, որ Հայաստանին իսկապես պետք է խաղաղություն։ Գրեթե չկա, կամ ես գոնե չեմ լսել այդ հայտնի ուժերից, ուժեր, որոնք որ չեն համարում, որ այո, խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում, որը գրեթե չկան ուժեր, որոնք որ չեն ասում, որ այո, մեր տնտեսական հարաբերությունները պիտի զարգանան։ Բայց այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է հայկական շահը ներկայացված է, թե չէ։ Որովհետև երբ որ դու պատրաստ ես ամեն ինչ զիջել, դա անվտանգություն չի, դա տնտեսական շահ չի, ինչ որ պահի մենք ուղղակի պետականության կորստի, այսպես ձևական պետություն ենք ունենալու, հա, failed state են ասում, կազմակերպված, հա, գոյություն չունեցող պետություն ենք ունենալու։ Ձևական անունով անունը լինելու է, տակը բովանդակություն չի լինելու, ինքնիշխանություն չի լինելու։ Տակը, չգիտեմ, քո հարցերը, քո շահերը ներկայացնելու հնարավորություն չի լինելու։ Այնպես չի, որ դա մեր վախճանն լինելու, մենք վերանալու ենք, չէ՞ իհարկե, բայց հետ վերադառնալ պետականության կայացման հարցին, ուժեղանալու հարցին, հազարապատիկ ավելի դժվար է լինելու, քան անել դա այսօր։ Տեսեք, մենք նժար սանդրական շարժումը չի ստեղծել անգամ կուսակցություն։ Մենք միջև վերջ գնալու ենք մարդկանց թիմերի համախմբման ճանապարհը, այդ ճանապարհն ենք ընտրել։ Եվ այս իմաստով նորից գրեթե չկա այդպիսի թիմ, նախաձեռնություն, կուսակցություն, որը ասում է, որ մենք խաղաղությանը դեմ ենք։ Բոլորս ենք խաղաղությանը կողմ։ Բայց մեր դիրքորոշման, ինչու եմ սա նշում, որ մենք գնում ենք համախմբման, վերջնական այսպիսի դիրքորոշման հարցը ձևակերպումների դետալների մասին մենք պիտի թիմով, միավորված թիմով ներկայացնենք։ Եթե ես հիմա փորձեմ անդադ ներկայացնել իմ մեր տեսակետը, մեր կողմնորոշումը, մեր դիրքորոշումը, դա բավականին հետո դժվարություն է առաջացնելու շփման ինչ որ բաների, հա, կամ հանրության մոտ գուցե տպավորություն ստեղծվի, որ ասում է եկել են մի բան են ասում, հիմա ուրիշ բան են ասում, առանց պատկերացնելու, որ համախմբման համար անհրաժեշտ է որոշակի, այսպես բալանսի բերելը, հա, այդ նժարի կողմերը հավասարեցնելու համար խնդիր առաջանալ։ Բայց այն որ բոլորը ում հետ մենք խոսել ենք
ում հետ կշարունակեն կամ չեն շարունակի, դա էլ էական չի։ Բոլորը գտնում են, որ խաղաղությունը դա անխուսափելի process է եւ կարեւորագույն process-ներից մեկն է Հայաստանը լինելիության, անվտանգության, հա, նաեւ զարգացման տեսակետից դա կասկածից դուրս է, բոլորի համար կասկածից դուրս է։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը կամ իրեն սատարող ուժերից որևիցե մեկը որևէ գործողություն կիրականացնի գերիներին վերադարձնելու համար, որովհետեւ մի խոսքով, որովհետեւ իրենք այդպես են նախատեսել ի սկզբանե, որովհետեւ եթե իրենք ցանկանում Դա պայմանավորվածություն է Ալիևի հետ։ Դա Նիկոլ Փաշինյանի վախերի բանում է տեղավորվում, հա, պարադիգմայում է տեղավորվում, բայց դա կապ չունի ինչ է խոսալու Նիկոլ Փաշինյանը, ինչ չի խոսելու Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ բոլոր ուժերը, որոնք որ լոբինգով են զբաղված, որոնք որ արտախորհրդանական են, խորհրդարանական ընդդիմությունը, մնացած բոլորը քաղաքասարակության մեջ մնացած այն ազնիվ նվիրյալ մարդիկ, ում համար իսկապես ոչ թե Նիկոլ Փաշինյանն է աստվածային կերպար, այլ օրենքը, իրավունքը, մարդու իրավունքները եւ մնացած սկզբունքները, որով առաջնորդվել են տասնամյակներով, այդ մարդիկ իսկապես ճանապարհը կգտնեն տեղ հասցնելու, թե ինչու է սա կարևոր հայության համար, որովհետև այն ինչ որ պետք է հայությանը, հայկականությանը, այսինքն սեփական կապույտ անձնագիր ունեցող մարդկանց վերադարձը Հայաստան, շատ ավելի կարևոր է, քան անձնական սիմպաթիաներն ու անտիպաթիաները։ Այսինքն հետընտրական առևտուր է սպասվում։ Ես կարծում եմ, որ մենք պիտի անպայման խոսենք բոլորս, օգտագործենք բոլոր տարբերակները Վենսին լուրը տեղ հասցնելու համար, որ մենք որպես ժողովուրդ ունենք Միացյալ Նահանգներից այսպիսի ակնկալիք, որովհետև ժողովրդավարության, դե ինչ կանել իրանք էլ իրանց հերթին մի տեսակ ոնց որ թե սկսում են քիչ-քիչ շեղվել կամ ըստ նպատակարարության են օգտագործում իրենց գործիքակազմերը, ժողովրդավարության կողմնակից լինել չլինելը, բայց լինելով առաջատար երկրներից մեկը եւ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, ես կարծում եմ, որ իրենք հնարավորություն ունեն ազդեցություն ունենալու Ալիևի վրա մեր քաղաքացիներին վերադարձնելու Հայաստան եւ այդ շանսը պետք է օգտագործել։ Այսինքն լուրը Վենսին պետք է հասցնել։ Կանի դա Նիկոլը թե չէ, ես շատ մեծ կասկածներ ունեմ, գրեթե վստահ եմ, որ չի անելու դա, որովհետև նորից ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չի այդ մարդկանց վերադարձը։ Ինչու ենք անդադ ասում, որ Հայաստանի նկատմամբ, Արցախի նկատմամբ այդ ոտնձգությունները Ալիևի չկանխելը, չկանխարգելելը մնացած բոլոր դիկտատորներին կամ դիկտատորական հակում ունեցող կերպարներին անպայման ձեռները բաց են բացելու են ու Ալիևին ակնկալում ենք, որ պետք է տեսնենք Հագայի դատարանում։ Ենթադրվում էր, որ ինչ որ պահի անպայման կլինեն նրանք, ովքեր արդարացված կհամարեն, այդ թվում նաև Ադրբեջանի գործողությունների արդյունքում, հա, այսպես արդյունավետ գործողությունների արդյունքում կհամարեն, որ դա նորմալ վարքագծի կանոն է։ Եվ երևի թե հենց չդատապարտելը, չքննադատել Ալիևի գործողությունների նպատակ ուներ նաև հետագայում ցույց տալ, որ եթե փոքրիկ դիկտատորներին կարելի է, ինչու մնացածին չի կարելի։ Եվ մենք հետո տեսանք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, տարբեր տեղերում, ինչպես են մարդիկ եւ պատերազմներ սկսում եւ տարբեր պետությունների զավթման գործողություններ իրականացվում, սա սպասելի էր։ Ու նորից վերադառնալով այն նախորդ հարցին, ինչա ասում միջազգային հանրությունը, կապ չունի ինչա ասում միջազգային հանրությունը, շատ ավելի կարևոր է, ինչ ենք ասում մենք, ինչ որոշում ենք մեզ համար կայացնում։ Այո, մենք չենք կարող այսպես պարփակվել ու փոքրիկ տենց մեր փոքր հայկական աշխարհում ապրել ու ասել կապ չունի շրջապատում ինչա կատարվում, իհարկե կարևոր է, բայց որpիսի քո ձայնը լսելի լինի, դու պիտի լինես, դու պիտի խնդիր դրած լինես քո առաջ ու այդ խնդրին հասնելու համար, այդ նպատակին հասնելու համար գնաս որոշակի քայլերի, միտեղ բանակցես, միտեղ մի քիչ զիջես, միտեղ անզիջում լինես, որ քեզ ժողովրդական լեզվով ասած մարդատեղ դնեն, որովհետև երբ որ դու գնում ես ամեն ինչը պատրաստ ես զիջելու, քեզ კი մարդատեղ չեն դնում։ Ասում է գնացել ենք փաստաթղթեր ենք ստորագրել, դու փաստաթղթեր բանակցել ենք, ասում է փաստաթղթեր ենք ստորագրել, ի՞նչն ես բանակցել։ Ընդ որում պատվիրակության դու ստորագրել ես, պատվիրակությունը, որով գնացել էր Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը, դա ինչի մասն է խոսում։ Ինչ որ նորից Մարիջան, էական չի ինչ անում այսօր Նիկոլ Փաշինյանը, այդքան մի բարդացրեք։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ։
մեկ երազանք վերարտադրվել իշխանությունում ինչու որովհետև Նիկոլ Փաշինյանի արած գործողությունները հակապետական, հակասահմանադրական, հակահայկական գործողություն, հակամարտկության դեմ ուղղված հանցագործությունների մասնակցություն Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, եթե ինքը չեղավ իշխանություն, եթե Հայաստանում եղավ ժողովրդավար եւ ազգային իշխանություն, Նիկոլ Փաշինյանի բմբուլները կամուն են տալի օրենքի տառին համապատասխան։ Հիմա ասում այդ բմբուլին կամ տալն էլ էտել առանձին են բանը, ասում իրավապաշտպանը այս ինչ բառեր օգտագործում։ Տեսեք, շատ կարևոր է հասկանալ, Նիկոլ Փաշինյանը իր կաշին է փրկում։ Ու Նիկոլ Փաշինյանին կապ չունի ինչ գնով դա կլինի։ Հայկականության գնով կլինի, մեր ազգային ավանդույթների գնով կլինի, մեր ազգային սիմվոլների գնով կլինի, մեր պատմությունից հրաժարվելով գնով կլինի, ցեղասպանությունից հրաժարվելով կլինի։ Իսկ ցեղասպանությունից հրաժարվելուց տեղեկացնում են մարդիկ, ովքեր չգիտեն, դա քրեորեն պատժելի գործողություն է, հերթական Նիկոլ Փաշինյանի հերթական քրեորեն պատժելի գործողությունն է։ Իթիվս այլ հակաիրավական, հակասահմանադրական գործողություն։ Այս մարդը շատ լավ հասկանում է, իրան ինքը տարբերակ չունի պատասխանության չի ենթարկվելու։ Եվ մենակ ինքը չէ, այն մարդիկ, ովքեր որ մեծ դերակատարում են ունեցել այս հակաիրավական, հակասահմանադրական, հակամարտկության դեմ ուղղված հանցագործությունների մասնակից եւ աջակից պրոպագանդիստ են եղել, այս մարդիկ հասկանում են, չէ՞ որ իրանք են այդ բանի մեջ, ֆրեյմի մեջ բանի մեջ տեղավորվում, հա։ Պարզա չէ որ իրանք դիմադրելու են, ամեն գնով դիմադրելու են, Նիկոլ Փաշինյանը ցանկացած գործողություն արդարացնելու են։ Մարդիկ, ովքեր երկար տարիներ խոսել են մարդու իրավունքների ժողովրդավարությունից, այսօր աչքերը փակել են, սենց այն հայտնի 3 կապիկների մի բան կա, չէ, արձան կա, որ աչքերն է փակում, ականջներն է փակում, բերանն է փակում։ Փակել են իրանք աչքերը, ականջները, բերանը, չգիտեմ, վերևից էլ երևի ինչ որ բան են, ֆոլգայից գլխակ են հակել, որ բան անեն, հա, իրանք ապահովում ինչ որ բաների համար, ու դադարել են տեսնել, թե ինչ է կատարվում, ինչ հակաժողովրդավարական, ինչ հակասահմանադրական գործողություններ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, բացարձակ հաշիվ չտալով, որ սրա արդյունքում մեր երկիրը ոչ թե թուլանում, այլ կազմաքանդվում է։